Կիսուրս բավականին մեծ էր, 97 տարեկան, այս իրա վեշերից այսպես, իլիկ էր մանում, միշտ ասում էր սովորեք, այս լվացարանը, որ հարս է եկել, այն ժամանակ բանը, այս պարտադիր սրանով էինք լվացվում, որ նոր է եկել, լվացում ենք գալիս, սրբիչ վերցնում, ասում բարլիս, ասում է դարավտը դուրս ենք եկել, ասել բարև, բա հիմա ես ինչա, մի օր ասիտեն ասեց խելի սենց, ասեց, մամա ասեցի, դե լվացվել ենք, եկել բանար է, սենց հա, այս ընտանիքի խաղաղությունն ա, որ խռով է մեկա, լվացվելու ես կազ ասեց բարլիս, ու սենց էլ պահել ենք միշտ, հիմա մեկ որ ինչ-որ մեկը նեղվում է, ասում են գնացեք լվացվեք լվացանով, որ գա բարլիս, այդ բարիշությունն է։ Ամուսինս անասնապահությունով է զբաղվել, ամեն օր երազել եմ, որ հովքից գնամ։ Միգուցե տարիքներ կապ ուներ, որ սկսեցի սիրել հողը, գյուղական գործերը։ Նրանից էլ սկսեցի սիրել, որ գյուղը սկսեց բարելավել, դա էլ էր շատ կարևոր։ Սկսեցի Facebook-ից սովորական հայտարարություն դրեցի, մի սենց եկա մի մեծ էջանոց, որ այն ժամանակ չգիտեի, որ կարող այդ միտքը մի երկու տողով էլ արտահայտես։ Քիչ սկսեց մեր հյուրերը, անցած տարի իդեպ մեր այդ գնացած հյուրերը եկան, շատ կարևոր էր, եկան ու շատ մեծ հաճույքով մնացին, շփվեցին, ճաշատեսակները տարբեր տալիս ենք, նախաճաշ, ընթրիք, ամեն ինչ ունենում ենք։ Ամառը այգի ենք ունենում շատ լավ, ամեն ինչ բանջարեղեն, կարող են իրենք մտնել, իրենց ձեռքով քաղել, պատրաստել։ Ծնեփեք ունենք, որը էլի շատ համով է, ու անտառի սունկը։ Սովոր է, կերած է, նրան է շատ դուր է գալի, իսկ որ սովոր չի ուտում, ասում է դառնա։ Բայց օտարի երկրացիները, որ գալիս են, ամեն ինչից ուզում են փորձեն, ամեն ինչից։ Հանգստացողները նաև կարող են քիչ եմ հիշում ինչեր ենք անում, ձի նստել, գյուղում շատ ձի ունեցող կա։ Մեկս մեկի, կարող է մի ինչ-որ բան պետք լինի, ես գիտեմ, որ Աննան ես կա ատմածուն պանիր ինքն անում, այն պահածոնները մեկը գիտեմ, որ վերևը այնտեղ նրանց է լավ է, չեն գնում այսպես կողքի գյուղ կամ Իջևան, հա, բաներ կա, որ Իջևանից ենք առնում, խոզ ենք պահում նոր տարուն մորթում, ամբողջ տարին մեր խոզը ունենում ենք, տարբեր ձևի պատրաստում ենք, որը ծուխ ենք տալիս, որը սառցարան ենք դնում, շատ հավաստագրեր ունենք, շատ, տարածատավուշում ինչքան սեմինարներ, դասընթացներ կան, մասնակցում ենք, սոցիալական ձեռներեցություն իրիս ինկուբատորը, կուզեմ իրանց շատ ողջունեմ, որ հաշվի են առնում այս գյուղական համայնքներում ու մեզ նման հենց հյուրատներին, որ պետք է օգնել, զարգացնել։ Եկեք, այս մեր զարն է, այսպես առաջացեք։ Այս է մեր սենյակներն է, ձմռանը վառարան ենք վառում։ Իդեպ դելի նշեմ, որ ռեմոնտի կարգավիճակում ենք։ Ու սա է։ Ուզում ենք կոմֆորտ վիճակ ստեղծվի, բայց չենք ուզում այդ գյուղի միտքը, նպատակը տարանջատել։ Մենք մեր հյուրերին միշտ ասում ենք, եթե դուք գալիս եք, նախընտրում եք գյուղ, արդեն պետք է հասկանաք, որ գյուղ եք գալի։ Ձմռանը չես պատկերացնում, ինչքան հյուրեր ենք ունենում, թալաշ են անում, պլեջ, թալաշ են անում, թթուն, գինին, հավաքվում են, զրուցում, հենց այս գետնին սենց նստում, խաղում, տարբեր խաղեր։ Հավաքվում ենք, խնոցին հարում ենք, կարագը, թանը պատրաստում ենք, ու թանից թանապուր ենք եփում, կարագը հյուրասիրում ենք, նույնիսկ այս խնոցիով գնում ենք փառատոնների, մասնակցում ենք, հենց տեղում հարում ենք, կաթան սրա մեջ ենք թխում։ Տնական ճաշեր ենք էփում,
հենց սկսած ձուկ, խաշլամա, ամեն ինչ էլ պատրաստում ենք։ Լավաշ ենք անում, վարպետանց դասեր ենք անում։ Ամեն ինչ աճում է։ Սկսեմ թութա, հոնա, տանդ, խնձոր, մալինա, սմարոդինա, դամբուլ, այս տարի նորություն կիվի ենք դրել, փորձենք տեսնենք ոնց կլինի։